Պարոն Շահինյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց ուղղակի այս հարցը տամ, որից հետո նաև կզարգացնեք ձեր թեմաները։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին սպառնալ պատերազմով, նույն խոսույթով սպառնում են ժողովրդին Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նիկոլը իր տարերքի մեջ է ըլնելույա պատերազմ սեպտեմբերին, հատ ուղիղ եթերով կգրես ըլնելույա, բայց չարտագրես, տեսնենք ինչ նոր բառեր ես հայտնագործել, աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չունենա։ Սատկած հավի ծիծաղն է գալիս, Նիկոլ, որ դուք կարող եք ունենալ ոչ թե սահմանադրական մեծամասնություն, այլ մեծամասնություն։ Հրաշալի տիրապետելով, որ ջախջախիչ պարտություն ես կրելու, ինչին, որ դու արդեն վաղուց քաջատեղյակ ես, և բոլոր հարցումները, աշխարհաքաղաքական բևեռները արդեն հետաքրքիր չես իրենց, փորձում ես չար պապիների պես քո վերջի վատությունը անես և ընտրություններից հետո մինչև նոր ազգային ժողովի գումարումը հիշեցնես, որ դու ժամանակին հնչեցնում էիր, տեղեկացնում էիր, գուժում էիր, որ ըլնելու է պատերազմ աղետաբեր, այդ իսկ պատճառով, որպես պետական ռազմաքաղաքական գործիչ, չնայած այս ռազմաքաղաքականի մասով, որ Անան կողքի չի, մի բան պակասում է, նրա գիտելիքները ռազմական գործողությունների մասով շատ ավելի խորն են, դու չես կարող հիմա հրաժարական տալ, այսինքն վայր դնել քո լիազորությունները, քանի որ պարտվել ես, այդ իսկ պատճառով արտակարգ դրություն, ռազմական դրություն ստեղծելու ես հարթակ և անժամկետ, դա քո պլան B-ն է, անժամկետ մնաս իշխանության այնքան, ինչքան կարողանաս պահել, բայց պետք է քեզ հիասթափեցնեմ, Նիկոլայ, դա չի ստացվելու, քանի որ վաղուց ջուրը լցվել և թափվում է, վաղուց, խիարն թարս է բուսնել, կոստյումը հանելու են քո հագից և քեզ համապատասխան համազգեստով ճանապարհելու են քննիչի մոտ հարցաքննության, նաև քո հետ կլինեն քո գործընկերները, ովքեր այսօր թելում են քո սադրանքը, որ ըլնելու է պատերազմ և աղետաբեր պատերազմ, ինչը դու տեղյակ ես, թե ինչ է լինելու Հայաստանի հայ ժողովրդի հետ, ուղղակի հիմա երևի չես ուզում սիրտներս կանգնի, չես նկարագրում, իսկ ինչն է ավելի սարսափելի, քան քո ներկայությունը, կամ ինչով ես վախեցնում, լսի, երբ դու պայմանավորվեցիր, սադրեցիր պատերազմ, հայտարարեցիր, որ դու մանդատ չունես, որ բանակցես Արցախի անունից, բայց գնում ես և Արցախը առնվազն 3000-ամյա պատմություն ունեցող Արցախի տարածքը ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, բա դու ասում էիր, որ դու չես կարող Արցախի անունից բանակցել մանդատ չունենալու պատճառով,
Դու մերժեցիր բազմիցս 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի Դաշնության Վարսագույն ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմը կանգնեցնելու, դադարեցնելու առաջարկը, հենց այդ նույն պահին։ Քանի անգամ ես մերժել։ Ամսի 29-ից առնվազն սեպտեմբերի գրեթե 2 օրը մեկ այդ առաջարկությունը ստացել ես եւ այն ցանկացած պահի եղել է ուժի մեջ, երբ դու կվերցնեիր հեռախոսը եւ կասեիր, որ զինադադար հաշտություն կնքենք։ Արել ես, չես արել։ Ինչու համար պետք է ոգին ջարդեիր։ Հաղթական ոգին պետք է ջարդեիր։ Արցախը պետք է նվիրեիր Ադրբեջանին։ Ապօրինի է այդ բոլոր ձեր այդ կայացրած որոշումները, այդ եվրոպական միության շրջանակներում եւ այլն ապօրինի է։ Այդ մասին ինքդ ես անձամբ հայտարարել, որ դու չունես այդ մանդատը եւ որևիցե մեկը չունի այդ մանդատը, նույնիսկ Արցախի նախագահան չունի այդ մանդատը։ Այդ տարածքում ապրել է արցախցին եւ պետք է ապրի արցախցին։ Ուրիշներն էլ եթե ուզում են գան ապրեն, խնդրեմ, բայց դա արցախցու բնորանն է։ Եվ դու կատաղած բորենու պես հարձակվում ես այնտեղ այն մարդկանց վրա Ամանավանդ որտեղ հնչում է Արցախի անունը, մտնում ես հասարակական տրանսպորտ, մարդկանց առաջարկում ես, ասում ես, սրանից ուզում ես, այդ ինչ է այդ ձեռքին որ ասում ես, սրանից ուզում ես, ինչ է, պապուտ նկարնա դավաճան, տատուտ, թե մայրական տոհմիդ, տոհմածառն ես ուզում ներկայացնես։ Լսիր, այս շակալ լակոտ, այս ջեպկիր, քեզ շատ վաղուց ենք ճանաչում, ով վերջին 8-10 տարին գիտի կամ 15, մենք քեզ 90-ականներից ենք ճանաչում, սրիկա, արդեն 25 տարվա հավաքագրված կենսագրություն ունես, և դու բացառապես սպասարկում ես հակահայկական ուժերի կողմից ներկայացված ծրագրերը, քո թայֆային ապահովել ես ֆինանսապես, բոլորի բերանները փակել ես, ոչ մեկ ծպտուն չի կարահանի և պետք է երգեն այն երգերը, ինչ որ դու ես այսօր զռում, էշի պես զռում, և դու հեռանալու ես իշխանությունից, սա Աստծո երկիրն է, Աստծո ժողովուրդն է այստեղ ապրում և դուք ոչնչություններդ չեք կարող հաղթել, դա ձեզ մոտ չի ստացվի, ձեր պես շատերն են եկել, շատ ավելի ուժեղներ ու հզորներ, բայց այս ազգը այստեղ ապրում է, ապրելու է, արարելու է և լայվերիցդ մեկի ժամանակ խնդրում եմ քեզ հատուկ խնդրանք, գիտես էլի, հիշում ես այն 90-ականներին քեզ ինչքան ենք քյոմագարել, որ թերթը տպվեր, ինչ արեցիր Արցախի կենսաթոշակային ֆոնդի գումարները, քանի տեղ է բաժանվել, այդքան բան, ուղղակի գիտենք հիմնական ուրա գնացել, ով ուրա տարել, Շվեյցարիա, Քաթար, Մաթար, այդ բան չի, ուղղակի քանի հոգու մեջ է բաժանվել, ես երեքի անունը գիտեմ, մենք առիթ կլինի ուղիղ կխոսենք անվանական այդ մասին, բայց հələ մի հատ դու ուղղակի պատասխանի այդ հարցին, անուններ տալ պետք չի։ Ինչ վերաբերվում է մենք ինչ պետք է անենք, մենք պետք է դուրս շպրտենք այս խելապակասին, որ արդեն 7 տարի մեր ազգին պահում է այս անորոշության, սարսափի, վախի, ստրեսի, դեպրեսիաների, անընդհատ ինչ-որ կռիվ պատերազմների, խայտառակությունների, սիրելի հայրենակիցներ, դուք տարբեր հեռուստաալիքներով, տարբեր լուրերով նայում եք, օրինակ մեր տարածաշրջանում, վերջերս Վրաստանի
կաթողիկոս պատրիարքի Իլիա II հուղարկավորություններ, դուք տեսաք, թե ինչ պատշաճ ձևով ներկայացվեց ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը վրաց ազգի հետ միասին։ Դուք սենց լակոտ տեսել եք, որ ամեն օր եթերով հիմարություններ, ապուշություններ դուրս տա։ Լավ, մեզանից յուրաքանչյուրը իր ներսում ամոթի զգացում չի ունենում, որ ով է ներկայացնում իր երկիրը, իր պետությունը։ Լակոտի պես ինչ-որ ձեռնաշարժ սրտիկներ է անում, երաժշտություններ է դնում, հայտարարություններ է անում, ընտրություններից 100 օր առաջ հայտարարում են իրենց, չգիտեմ, էրատո փառապանց ջոկատի այդ հրամանատարը հեռանում է Իրանից, ինքը մյուս օրը գնում է նարդի սեանսեր անում, ուտում խմում, քեֆ անում, պարում, 4 երեխաների մայրը հեռանում է Իրանից, յանում էլի, սենց, իբր թե, այդ ըլնելուի շարունակությունն է, բայց շատ լավ, բարձր տրամադրությամբ ուրախությունների մեջ ծափեր, ապօրինի անօրինական քարոզարշավ արդեն սկսած մեկնարկած, ես մի բան եմ ձեզ խնդրում, դիմում իմ հայրենակիցներին եւ բոլոր քաղաքական ուժերին, անհատներին, հասարակական կազմակերպություններին, բայց ոչ դրսից ֆինանսավորվող։ Սրա հետ մատաղ ուտելուն չի կարելի գնալ։ Ինչ ընտրություն ենք մենք ուզում գնանք, էլի։ Ինչ ընտրության ենք մենք պատրաստվում, երբ այս մանկուրտը ոտից գլուխ խափեպա սուտասան շակալի մեկն է։ Մենք ինչ ընտրության ենք իրան, ինչ ենք ակնկալում իրենից։ Ինչ ուզի կգրի, ոնց ուզի կգրի, գրողը կա։ Դուք էլ փորձելու եք ըմբոստանալ, կտանի էլի մի քանի ամիս կփակի, կնստացնի, հետո չգիտեմ, տնային կալանք, հետո վարչական հսկողություն, բացակայելու արգելքով, ասեց մի քանի ամսվա մեջ դուք էլ կմաշվեք, ինքն էլ արդեն կմոռանա ձեզ, կանցնի կգնա։ Չի կարելի համախմբվել հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ դուրս գալ ազատագրական պայքարի, պահանջել հրաժարական, ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը հետագայում ըստ այդ պայմանավորվածության, ժամանակագրության, ժամանակահատվածի կպատրաստեն Հայաստանում նախագահական ընտրություններ եւ խորհրդարանական ընտրություններ։ Սա է։ Ինչ վերաբերում է մենք թույլ ենք, թե ուժեղ ենք։ Եթե մեր ոգին տեղն է, եթե մեր միտքը տեղն է, եթե մեր հայրենիքը մենք սիրում ենք, մեր շիրիմները մենք ուզում ենք, որ իրենց տեղում մնան, հանգիստ լինեն, մեր ընտանիքները մնան, ապրեն Հայաստանում, Հայաստանը լինի անվտանգ, Հայաստանը լինի բարեկեցիկ, դա մեզանից յուրաքանչյուրից է կախված։ Հարևան Իրանը 20 օրում իր կամքի դրսևորման հաշվին աշխարհի գերհզոր միջուկային զենք ունեցող պետություններին նստացրել է բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչի հաշվին։ Դա այդպիսի օրինակները շատ կան, եւ Պաղեստինի օրինակը, եւ քրդերի օրինակը։ Ինչի է մեզ թվում, որ մենք խեղճ ենք, մենք վախկոտ ենք, մենք փախնելու ենք, բայց դուք տեսեք 44 օրյա պատերազմի ընթացքում այս նվիրաբերություններից, անտերության, զորք անտերության մատնելուց ոչ մի կառավարման, հրամանատարական հստակ ծրագիր չի գործել, օդը բաց, բայց մեկը 10-ի ջարդ են կերել, ջարդ, որ հրամանատարը զինվորի կողքին լիներ, բացառությունները մի կողք ենք դնում։
Բա որ հրամանատարը զինվորի կողքին լիներ։ Սա զինամթերքը նվիրեց, փողը վերցրեց, ոգին ջարդեց, կրթությունը ոչնչացրել է։ Գնացեք մտեք դպրոցներ, տեսեք դասամիջոցներին, աշակերտները ծխում են, թե չեն ծխում միջանցներում։ Առաջ գոնե բարձր դասարանցիները զուգարաններում էին ծխում։ Հիմա տեսեք միջանցներում ծխում են, թե չէ։ Նարկոտրաֆիկը ուր է հասել։ Ավելի լավ է հայրենիքը պաշտպանելուց զոհվել, բայց ունենալ պետություն, ունենալ ազգ, ունենալ սերունդներ։ Կան մենք այստեղ թողել ենք այս ամենաթողությունը, հանցագործությունները հասել են չգիտեմ ուր, նարկոտիկները ամենուր եք ցանկացած ձևով հասանելի են, իշխանություններն էլ սպառնում են պատերազմով։ Մեզ իրենք պետք են թե ոչ, որպես ինչ, դանդաղ մահա, երկար է, հա, մի քիչ տևելու, լավ էս ամառել կաֆեներում նստենք, մի քանի շին թույլտվություններ կա, այդ էլ վերցնենք, մի քիչ փող հավաքենք, հետո փախնենք։ Ես դիմում եմ այն բոլոր քաղաքացիներին, հայերին, եւ ներսի, եւ հատկապես դրսի։ Պլանավորեք այնպես, որ այդ հունիսի 7-ի ընտրությունների նախօրյակին լինեք Հայաստանում կանգնելու ձեր ազգի կողքին, ձեր ընտանիքի կողքին, ձեր շիրիմների կողքին, ձեր ինքնասիրության կողքին, ձեր թասիբի կողքին, ձեր նամուսի կողքին, ձեր մայրերի կողքին, որ փառապան զավակներ են տալիս մեր մայրերը, դասիրակում, կրթում ու նվիրում իրենց հայրենիքին։ Եվ մենք չպետք է հուսախաբանենք։ Մեկ անգամ է մարդ ծնվում, մեկ անգամ էլ գնում այս աշխարհից։ Շատ ամոթ է, որ 21-րդ դարում մեզ սպառնան, որ ըլնելու է աղետաբեր պատերազմ։ Ըլնելու է, որտեղ կտրի կապը։ Բա որ ըլնելու է, անընդհատ էլ ըլնելու է ուրեն։ Ով երբ ուզի գալու է բամփի գնա, կամ դոմփի գնա։ Իրանց մասով դոմփելն է, իրանք դրա հետ մոտ են։ Այնպես որ եղեք համարձակ, եղեք կայուն, ոգին պինդ եւ մեր բոլոր հնարավորություններով ամեն մեկս ամեն ինչ պետք է անենք, որ իրենք չվերարտադրվեն եւ իրենց հետ փոխկապակցված ուժերը իրենց հետ միասին գնան քաղաքական աղբանոց։ Շատ սիրում հարգում եմ իմ հայրենակիցներին, վստահ եմ, որ ուսուսի տված, մեջքի տված մեր պետությունը պահելու ենք, մեր եկեղեցու կողքին լինելու ենք ու մեր թասիբի համար էլ մինչև վերջ կռիվ ենք տալու, ինչպես որ արեցին մեր եղբայրներն ու քույրերը բոլոր պատերազմների ժամանակ։ Իսկ պատերազմ ինքն է բերում։ Այդ Հայաստան, որ ադրբեջանցին մտել է, նա Հայաստանի վրա չի հարձակվել։ Նա պայմանավորվածության արդյունքում եկել այդտեղ նստել է։ Զորքնել են միամիտ չիմանալով մտել են կռվի մեջ, չէին էլ զգուշացնի, որ դուրս եկեք իրենք են գալու, այստեղ շատ բացահայտ կերև էր այդ ամեն ինչը։ Արդյունքում դրել է, որ այսպես լինելու է, էլի այն որ եղել է Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկում, այ դրանից է լինելու շատ ավելի աղետաբեր։ Այդ դու ես բերել, դու պայմանավորվել ես, փողը վերցրել ես, բերել ես, պայմանավորվել ես, փողը վերցրել ես, բերել ես։ Սա միջազգային խայտառակություն է ինքը, եւ սրանից պետք է ազատվել ցանկացած ձևով։ Շնորհակալություն։